Մեղուն ու աղավնին, Ղազարոս Աղայան։ Երեխաներ, հիմա ձեզ մի փոքրիկ պատմություն պատմեմ։ Մի պատմություն բարության, օգնության և մի բարիք, որ երբեք չի կորչում։ Ժրաջան մեղուն ծաղկալից դաշտում մեղրի համար նյութ էր հավաքում։ Արևը տաք փայլում էր, իսկ նա աշխատում էր առանց դադարելու։ Երկար աշխատելուց հետո մեղուն շատ բեզարեց ու ծարավեց։ Նրանից մոտիկ մի փոքրիկ լիճ կար։ Մոտեցավ լճին, վեր եկավ ափին, որ քիչ ջուր խմի, ծարավը կոտրի, նոր ուժ ստանա, թռչի տուն գնա։ Ոյ, ջուր եմ ուզում, մի կում ջուր։ Երեխաներ, եկեք տեսնենք, ինչ է լինում հետո։ Ոյ, մամա, փրկեք։ Այսպես խեղճ մեղուն ցամաքից զրկվեց, ջրի երեսին թևերը փռեց և հույսը կտրած մնաց մեկնված։ Որտեղից որտեղ օգնության հասավ մի շատ բարեսիրտ սիրուն աղավնի։ Մեղուն բարձրացավ տերևի վրա, խելքը ժողովեց, դես ու դեն նայեց, որ տեսնի ով էր իր ազատողը, մահից փրկողը, և տեսավ իր մոտ բարի աղավնուն։ Շատ նայեց վրան և ուզեց խոսել, աղավնուն գովել, շնորհակալ լինել, բայց մեր բարիսիրտ սիրուն աղավնին շատ լավ իմացավ մեղվի միտքը և ոչինչ չուզեց լսել նրանից, այլ թռավ գնաց, որ ուրիշ տեղ էլ նույն բարիքն անե։ Մի օր մեր մեղուն նույն դաշտի միջին մի սիրուն ծաղկից նյութ էր ժողովում և տզտզալով աղավնուն գովում։ Աղավնի, դու բարի ես, դու լավն ես։ Մեղվի հանդեպ մի ծառի վրա նստած ննջում էր ծանոթ աղավնին։ Սա լավ մարդ չի։ Հենց այս ժամանակ մեղուն նկատեց, որ ահա մեկ մարդ հրացանը ձեռին, մեջքը կռացրած, չար օձի նման սողում է սուս, փուս դեպի աղավնին։ Որսորդը չոքեց, տեղը պնդացրեց և հրացանը երեսին բռնեց։ Եվ իսկապես այդ էր նրա չար նպատակը։ Մեղուն հասկացավ, որ դա չար մարդ է, անգութ որսորդ, ով ուզում է սպանել անմեղ թռչունին, իր բարերարին։ Հենց մատը դրեց կայծառի ոտքին և ուզեց քաշել, գործը վերջացնել, այդ իսկ րոպեին կայծակի նման մեղուն վրա հասավ։ Չես հասնի։ Եվ չար որսորդի ձեռքն այնպես խայթեց, որ նա վեր ցատկեց։ Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով անմեղ աղավնուն քնից զարթեցրեց ու տեղից թռցրեց։ Այսպես մեր մեղուն իր բարերարին վերահաս մահից փրկեց, ազատեց։ Դու ինձ փրկեցիր, դու առաջինն էիր։